Ողջույն, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, մեր հիմնական հետևորդներն ու հեռուստադիտողները արդեն տեղյակ են, որ եթե կադրը սկսվում է այստեղից, ուրեմն տաղավարում ունենք հյուր, իսկ հյուրս բավականին սպասված հետաքրքիր հյուր է, ու մնացածը արդեն կթողնեմ ձեր գնահատականին, հա, թույլ տվեք շատ չգովաբանել, որովհետև կարծում եմ գնահատականը ինքներդ պետք է տաք։ Ես տեսնելով, որ նա գտնվում այս պահին Հայաստանում, չէի կարող բաց թողնել, որ այդպես գա ու գնա, մի անգամ ոնց որ թե նման դեպք տեղի ունեցել է եւ ինձ դրա համար չեմ ների։ Իսկ հյուրս է ԱՄՆ հայ կյանքի եւ USA Armenian Life-ի գլխավոր խմբագիր եւ ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի փոխնախագահ Ափո Չապարյանը։ Ողջույն, պարոն Չապարյան։ Ողջույն։ Հավնեցիք մեր Հայաստանը։ Ադի հարցում չէ, ովևէ գիտակից հայի համար Հայաստանը սրդի անբաժան մեկ մասնիկն է։ Անունով խոսենք։ Այո։ Podkast-ում ամենակարևորն ամենակարևորն։ Ես ալ ուրախ եմ այդպես։ Առավել եւս որ ունենք բավականին մտերիմ հարաբերություն։ Այո։ Ընկերական։ Ափո ջան, Հայաստան ես եկել, սա հանգստի էր եկել, թե ծրագրերով, գործերով, կան ինչ-որ աշխատանքներ, եթե կան ինչ ընթացքի մեջ են, ես ցավում եմ, որ բաց թողեցի նախորդ այցը, որովհետև պիտի միասին առաջանայինք նաև Սյունիք, բայց խնդիրը կայանում է նրանում, սենց հիմա բոլորի աչքի առաջ արդարանամ։ Ես այս WhatsApp-ին շատ ուշադիր չեմ կարողանում լինել։ Մոտ այսօր բանը սկրինշոտ է արել 132 բաց թողած զանգ ու գրառում կա։ Հասկանալի է։ Դե ամեն երկրում ընդունված է մի բան։ Ես ալ մեկ բան նոր բան սովորեցի ծեր մասին, որ WhatsApp-ով ատկանալ Վերջացա, Facebook գոյություն ունի, Messenger։ Messenger-ին գոնե ուշուր մեզ պատասխանում է։ Դե չունեմ օգնականներ, ինչ անեմ։ Ուրեմն Հայաստան իմ ժամանման գլխավոր նպատակը նախ եւ առաջ իմ ամեն անգամ որ Հայաստան կամ ինձ համար ուխտակնացություն է եւ միշտ նպատակ մը գեդաբանտե որ արավել ասենք թեկուս փոշի չափ ներդրում ունենա հայկական pedagogical ինքնիշխանության, անկախության, պաշտպանության եւ սոցիալ զարգացման, որտեղ ովևէ գիտակից հայ համար աշխարհասփյուր, որ դեղագայված է աշխարհի 4 երկրակունքի 4 անկյունները, հայկական pedagogical հզորացումը շատ գենսական կարևորություն ունի այդ հային համար։ Ես նրանց մեկ անբաժան մեկ մասնիկն եմ։ Շատ լավ, ես համաձայն եմ Ափո ջան եւ լավ ճանաչում եմ քո գործունեությունը, բայց ընդհանուր առմամբ եթե խոսենք, ինչպես ենք հասկանում պետականության ամրացումը անհրաժեշտությունն է, որ քաղաքական միջամտություն էլ ունենան Սփյուռքի հայությունը, թե լավ կլինի որոշակի գործունեություն։ Ես կատեգորիկ հակառակ եմ, եթե ուղղակի Ռուսաստանից եկած մեր հայրենակիցներին քիչ այլ կարծիք։ Լրիվ հասկանալի է, ես կատեգորիկ գդրականապես հակառակ եմ, որ հայ անհատը, որ Հայաստանի քաղաքացի չէ եւ մշտական գեցություն, բնակություն չի գայացուցած Հայաստանից, իրավունք չունի քաղաքական որոշում, ներքին եւ արտաքին քաղաքական որոշում ասենք բնթելու որևէ ուղղություն։ Կարող է խորհուրդ տալ, կարող է գարձիկ հայտնի, բայց ակնկալել որ իր խոսքը որպես օրենք կորզատրվի, դա անարդար է։ Ադորամար ես գոմ եմ, որ Հայաստանի քաղաքացին պետք է նախամեծարությունը ունենա որոշելու հայկական pedagogical ճակատագիրը։ Եվ անոնք ովքեր գցանգան Հայաստանի քաղաքացի լալ իրենց համար դռները բաց են լայնորեն, չէ՞։ Այո, մենք ասեմ ավելին ոչ միայն դռներն են բաց, նաև մեր սրտներն են բաց։ Եվ անձամբ մեկը ես անընդհատ եմ դրա մասին ասում, որ մենք ձեզ սպասում ենք։ Մենք ձեզ սպասում ենք։ Ափո ջան, ես վերջին անգամ ես ինքս Միացյալ Նահանգներում քո հաղորդմանն քո քեզ մոտ էի հյուր։
հետաքրքիր զրույց ստացվեց, իհարկե խոսում ենք այնպիսի թեմաներից, որոնք որ կարծես անսպառ են, իրանք ինչքան խոսես դեռ անհատակ են, հա, չես հասնում տեղ, ու միշտ քեզ թվում է, որ ինչ-որ բան պակաս ես ասել, բայց ի տարբերություն անցյալ անգամվա ես էի պատասխանողը, հիմա հենց հետաքրքիր է հենց ուղիղ քո կարծիքը, սկսենք նախ եկեղեցու շուրջ ծավալվող իրավիճակից ինչից որ զրուցել ենք, բայց իհարկե հաշվի առնելով ժամանակի սահմանափակ լինելը, քո տպավորություն, ինչ լսում էիր այնտեղ, ինչպես գնահատում էիր իմ կարծիքը եւ բազմաթիվ հայրենակիցների կարծիք բոլոր կողմերից եւ ինչ տեսնում ես Հայաստանում եւ իհարկե համեմված քո կյանքի լայն ծավալուն փորձով կոնկրետ այդ ուղղությամբ հատկապես նաեւ ես պիտի խնդրեմ կիսվես քո տպավորություններով ու պատկերացումներով եւ մի փոքր էլ sense գումարենք նրան որ թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը, հա, նույնպես, բայց Միացյալ Նահանգների թեմը չի, չէ, ինքը այլ Միացյալ Նահանգների արևմտյան հատված։ Արևմտյան Միացյալ Նահանգների թեմագալ առաջնորդը։ Ինչպես է սա ընկալվում մեր հայ ժողովրդի վրա Միացյալ Նահանգներում ապրող եւ մյուս եկեղեցիները հենց թեկուզ արդեն հարավում, նույն Լոս Անջելեսում, եկեղեցում ինչպես է սա ընկալվում կամ եկեղեցի հաճախող հավատացյալներ հայերի մոտ ինչպես է անցալու։ Շնորհակալություն հարցի համար շատ հետաքրքիր է։ Պետք է ասել, որ Հայաստանեն ներս, հատկապես լրատվական դաշտերից ողջունելի են ծեր նման եւ այլ հայրենակիցների նման առողջ թադողությունը, որը հիմնված է դժմարտության եւ արդարության վրա։ Եվ պետք է ասել, որ առանց չափազանց մանրամասնության մեջ մտնալու ես գողջունեմ հայրենի մեր հայաստանյաց արաքելական Սուրբ Եղեցվո հավատացյալ հետևորդներու ընթացքը, որը պետք է պետականության հզորացման համար որոշիչ թերագադարություն ունենա, որովհետև փաստորեն 1800 թվականներին սկսած մինչև այսօր դժբախտաբար նախկին սովետի տարածքի բոլոր հանրապետությունները ենթարկված են այսպես կոչված ցարական, հետակային, սովետական, հետակային ռուսական դաշնության քաղաքականության, որը գոչվի բոլոժենիա, ինչքան որ գիտեմ։ Իմիջայլոց, այո, այդ բոլոժենիա բառը դուք շատ օգտագործում եք ձեր եթերներում, վերջին շրջանում ես լսեցի մի հարցազրույց, որտեղ վարչապետը նույնպես դա օգտագործել։ Շատ ողջունելի է, շատ ողջունելի է։ Այո, ողջունելի է։ Իմիջայլոց ադալսեմ, որ ռուսաստրուկները ադալսեմ, որ ես ոչ ռուսաստրուկյան հետևորդ եմ, ոչ ալ ամերիկաստրուկյան, ոչ ալ արևմտաստրուկյան։ Ես հայկական օրիենտացիայի հետևորդ եմ։ Եթե մենք իրապես նախանցախնդիր ենք հայկական պետականության հզորացման համար, ապա ուրեմն մենք առանց որևէ դադամսումի մենք պետք է հայկական օրիենտացիայի հետևորդները լանք եւ գերդողները, գառուցողները լանք։ Ուրեմն վերադառնալու բոլոժենիային ինձ համար ցավալի էր հատկապես 44 օրյային ետքը 2020 թվականի 44 օրյա պատերազմեն ետքը ցավալի էր իմանալ եւ բացահայտել իմ անձիս համար թե ինչպիսի բռնազավթում կատարված է նախկին սովետի տարածքին եւ մեր բարակային Հայաստանի բարակային թե ինչպիսի եւ քաղաքական եւ տնտեսական եւ սոցիալական եւ քաղաքական եւ հոգեվոր ուրեմն ըստ երևույթին ազատ ապրելու գամք ունեցող ժողովուրդներու համար առաջին թշնամին գլոբալիզմն է եւ սովետական գլոբալիզմը ինչ խոսք ակին փլուզում առաջացած է հասարակութենեն ներս եւ բանը հասած է այն գետին որ Հայաստանից արաքելական եկեղեցին դժբախտաբար Հայաստանին ներս միջև այսօր
կօգտագործվի որպես զենք հայկական pedagogian թեմ, որպես իբեր ասենք բادرազմի մեկ անբաժան հիբրիդային բادرազմի Ես հասկանում եմ միտքը եւ ոչ միայն եկեղեցին մենք 18 թվականի հեղափոխությունից հետո իհարկե քիչ բայց անընդհատ այդ հիբրիդային պատերազմին ենթարկվել ենք բարձրապես սկզբի շրջանում չենք ցանկանում տեսնել դա բայց տեսնում ենք այո հետո փորձում ենք արդարացնել այլ բաներ որ լինում է չէ մենք տեսնում ենք բայց լավ երևի աչքից թված պատերազմից հետո ավելի ուղիղ դարձավ այդ ամեն ինչը ու ոչ միայն եկեղեցու դա այլ նաև մեր տնտեսությունը քանի որ մեր տնտեսության մեջ քանի որ դրված են օլիգարխներ ում ձերքին է մեծ գումարներն ու մեծ բիզնեսները եւ դա չես կարող փակել դա լուրջ հարված կտա թե տնտեսությանը թե ժողովրդին ինչքան էլ բոլորի սիրտը կհանգստանա որովհետեւ օլիգարխը ըստ էության մեծահարուստ հանցագործն է ոչ թե մեծահարուստը չէ բայց դա հարված էր լինելու եւ սրանք բոլորը այսինքն այդ ակումբը մեծ օլիգարխների ակումբը ամբողջովին կառավարվում է Ռուսաստանի կողմից եւ անգամ սպառնալիքներ էինք լսում տնտեսական առումով թե ինչքան կվնասեն կփակենք օբյեկտն ինչ որ sense բաներ էինք լսում իսկ արագ փոխել կամ բալանսի բերել դժվար էր համ տնտեսական առումով ունեինք այդ խնդիրը 20 թվականին համ ունեինք հոգեվոր առումով եւ գիտես ամենավատը ինձ համար շատ տգեղ էր դա նկատելը այն էր որ մենք ոչ միայն Հայաստանի ներսում սկսվեց ջրի երես դուրս գալ կեղտը ամբողջությամբ այլ Սփյուռքում նույնպես այո ու մենք հայերս Հայաստանի Հանրապետությունում ապրողները մեր Սփյուռքա հայությանը ընդཐུպ միջև սրբազնացրել ենք մենք հավատացել ենք որ առանց իրենց Հայաստանը չի կարող լինել առանց իրենց համակարգված աշխատանքի մենք բոլորս կախվածություն ունենք դրանից սկսած նրանից որ ամեն մի ընտանիքից դրսում մարդ կա գումարած լոբին եւ այլ մենք ունեցել ենք այս կարծիքը եւ այս զգացողությունները հիմա սառը դատողությունը այլ տեղ է բերել մի րոպե ես սառը դատողությունները եւ իրադարձությունները բերել է այդտեղ մենք ասում ենք մի րոպե Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ նախ եւ առաջ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացու իհարկե հանրագրով եւ դրսում էլ ոնց որ թե այդքան էլ համակարգված չի ամեն բան այսինքն կան բացեր եւ որքան մենք ունենք սփյուռքահայության խորհրդի կարիքը իրենց փորձից ելնելով աշխատանքային մենտալիտետային եւ այլն նույնքան էլ սփյուռքահայությունը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու խորհրդի կարիքը դե իրականում կողքից ինչպես է նայվում այդ աշխատանքները անկասկած մեկս ու սկսեց շատ բաներ խառնվել ու երբ որ սկսեցինք ուղիղ խոսել այս ամեն ինչի մասին բարձրացեց որ մենք նաև այդքան էլ հանդուրժող չենք մենք ուղիղ խոսակցություններից խուսափում ենք նեղանում ենք վիրավորվում ենք մենք հաշվի չենք նստում ուղիղ խոսքի հետ այսինքն մենք սիրում ենք խաբված ապրել, ինչա։ Մի ամբողջ ժողովուրդ, հայ ժողովուրդ, կոնշած աշխարհի 4 կողմերում սիրում է մշտապես խաբվել։ Ոչ, նախ եւ առաջ գիտագից հայը արտերգրի եւ գիտագից հայը Հայաստանի հասարակության որպես մասնիկ իրարու պետք ունին ոնց որ ջուրը ձուգին համար։ Այո Ատկան կենսական առանց իսկ ինչ կվերապերի օլիգարխներին գներեք զիբիլներին ամեն դեղալ զիբիլ կա ամեն դեղալ հոյագապ մարդիկ կան ուրեմն մեր նմաններու բարդականությունն է գամուրջ ըլալ գիտագից հայերու միջև որբեսի համացանցային որբես ասկ կարողանանք բոլորս մեր արդար ներդրումը կատարել Հայաստանի զարգացման սուրբ առաքելության մեջ։ Իսկ քիչ առաջ խոսեցաք օլիգարխների մասին։ Իհարկե, Սփյուռքն ունի իր բաժինը օլիգարխներին եւ պետք է ասել, որ դժբախտաբար օլիգարխային համակարգը
նաև ներթափանցած է Հայաստանից արաքելական եկեղեցին ներս Այո, եւ ներթափանցած էր պետական կառույցներ, ինչը կործանում է նշանակում։ Մենք տեսնում ենք Լատինական Ամերիկայում ինչ խնդիրներ կան, Մեքսիկայից, հարավային մասից Հյուսիսային Ամերիկայի, մինչև Լատինական Ամերիկա, այդ խնդիրները նրանց են, որ սրանք մտածեն համակարգերի մեջ։ Այո։ Ուրեմն մեծ ընտանը Գիլեգիո Գաթողիկոսյան Արևմտյան Ամերիկայի ասկային առաջնորդարաններս եւ ամենան հայոց կաթողիկոսյան մայր աթորի արևմտյան միացյալ նահանգներու թեմեններս կան երկու անչափ մաֆիաներ մեկը ռուսաստուկ բյուրոյական տաշնակցականներու եւ մյուս կողմը սորոսական տաշնակցականներու մաֆիան է իսկ մյուսը Կարեկինաբաշտ հին ռեժիմականների մաֆիան է եւ որոնց անբաժան մեկ մաստիկն է թշպախտապար Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos-ը շատերու համար ապշեցուցիչ էր որ ինքը վերջերս իբրև թե մասնագիծ է հայ եկեղեցու բարեկարգման աշխատանքներուն եւ իբրև թե իր սուրակությունը ներկայացած է բայց փանից դուրս եկավ որ բادرակներու ժամանակ ինքը ի հագապատկեր մյուս անգեղձորեն մասնակցող եպիսկոպոսներին ինքը շարունակեց հիշել Կարեկին բի անունը Գդրիչ Ներսեսյանի անունը որպես սուրբ որպես ամենա ասենք բարձրյալն հենց սուրբ բառն հոգևոր ղեկավար համել որ իմանաք էլ այդ որ ասում ենք ինչու չհնչեց զեղչեց ասեմ այնտեղ մի 3-4 տեղով բանը երկչախումբը խոսում է ամենայն հայոց կաթողիկոսից ու բոլորը միասին պիտի ասեն սուրբ հիմա եթե Կտրիչ Ներսյանը որևիցե մեկի համար սուրբ է խնդրեմ ձեր գնահատականն է բայց հազար կներեք իմ սրբերի մասին պատկերացումները թույլ տվեք չհամալրել Կտրիչ Ներսյանները այո ուրեմն խոսելով օլիգարխիկ համագարքի մասին ազատ աշխարհի մեջ Հայաստանից արաքելական եկեղեցին կգարավարվի ժողովրդավարական համագարքով հիմնվելով օրենսդրության կամ կանոնատության վրա որ սահմանատությունն է բարձ հայերենով սահմանատությունն է որը կգարավարի Հայաստանից արաքելական եկեղեցին իսկ ի բարեփոխություն մեր ժողովրդին ազատ աշխարհի մեջ Հայաստանից արաքելական եկեղեցին կգործե որպես ժողովրդավար եւ ապագետրոնացած գարույց սակայն Հայաստանին ներս բոլոժենիայի պատճառով դիկտատորա հիմնված է եւ դիկտատորը Կարեկին բնե Գդրիչ Ներսեսյանն է եւ ասենք հիմա մենք եկած ենք այնպիսի խաչմերուգի հասած ենք որ պետք է մեր ժողովուրդը հավատացյալ ժողովուրդը պետք է վճռորոշ քայլերու թիմե որպեսզի փրկվի Հայաստանից արաքելական եկեղեցին նախքին սովետի դարածքին որպեսզի պատկերացում ունենակ օրինակ համար ասենք արևելյան միացյալ նահանգներու մեջ թեմագալ առաջնորդը գնդրվի պատգամավորների կողմէ որը ընտրված է ժողովրդի կողմէ իսկ Հայաստանին ներս քաղաքական պատգամավորների կողմից չէ եկեղեցու պատգամավորական Հայաստանում էլ է այդպես չէ կաթողիկոսի պարագայում չէ կաթողիկոսը Հայաստանի մեջ մոնոպոլիա ունի ինքը պետք է որոշի թե ով պատգամավոր դիտել է կաթողիկոսը ինքը ընտրվում է ազգային եկեղեցական ընդհանուր ժողովի կողմէ ուրեմն կաթողիկոսը նախկին սովետի դարածքին բոլոժենիայի պատճառով մոնոպոլիայի վերածած է եւ ինքը անձնամբ կնշանակի պատգամավորներին որոնք վերջում իրեն պետք է ընտրեն շատ լավ է էլի իհարկե շատ լավ է գերազանց ես կուզեի կաթողիկոս լինել գերազանց է ինչ կամակորություն ասես կարող է ուրեմն մենք պիտի գնանք կարճ դադարի կարող եք միտք եզրափակել եթե շարունակությունն է ձեր կշարունակենք հա դե կարճ դադար մեր եթերում
Վերադառնանք, սիրելի հեռուստադիտողներ, շարունակենք միտքը, որ փաստորեն մի կարամակոր բիձուկ է մեր ձեռքը ընկել, ով մեր բոլորի հավատքի տուն, մեր Աստծո տուն հանդիսացող սրբավայրերը իր կամակորությամբ կարող է միանձնյա որոշումներ կայացնել, ինքը լինելով պակ գործակալի եղբայր, դե ինքն էլ է գործակալ, բայց փաստաթղթերը առայժմ եղբորն են մատնացույց անում։ Խնդրեմ, շարունակեք։ Ուրեմն վերջերս 7 կարեկինաբաշտ եպիսկոպոսներ օրենքի դիմաց բادرسանության գանչվեցան, ճիշտ է, որովհետև իրենք Թադարանի Հայաստանի Հանրապետության թադաիրավական համագարքի որոշումին հակառակացին։ Դե քրեականացվում է հիմա։ Փառք Որովհետև եթե Աստծո։ դու չես կատարում վճիռը, Հազար կատարանի քրեականացվում։ Հազար փառք։ Ուրեմն հիմա ժամանակն է, որ Հայաստանի մեր հավատագից եղբայրները եւ քույրերը, անոնք ովքեր սուրբ մգրդություն ընդունած են, նովին կորձով իրավունք ունենալով անդամակրվելու, որպես անդամ կրանցվելու, իրենց բնագած վայրի թեմական ասենք առաջնորդության հովանին դա կորձով յուրաքանչյուր եկեղեցի պետք է ասել, որ Ամերիկայի մեջ 2015 թիվեն սկսյալ գործում է հայ եկեղեցու բարեկարգման գազագերբությունը, շարժումը 2015 թիվեն եւ շատ ողջունելի էր, որ 2018 թիվին նոր Հայաստան նոր հայրավետ շարժումը սկսավ եւ այս երկու շարժումներ իրար հետ համագործակցություն ստեղծեցին եւ նաեւ առավել ողջունելի է, որ օրվան ղեկավարը, պետության ղեկավարը ոչ թե որպես պետության ղեկավար, այլ որպես հավատագից, որպես քրիստոնյա նախաձեռնեց խումբը եպիսկոպոսներ իմի բերել, որպեսզի հայ եկեղեցու բարեկարգման աշխատանքներուն իրենց մասնակցությունը բերեն։ Այստեղ շատ կարևոր նյուանս մգա։ Նյուանսը այն է, որ պետությունը չէ որ հայ եկեղեցու բարեկարգումը կնախաձեռնի, այլ հավատացյալ քրիստոնյան հայերը այդ որովհետև եթե մենք այդ նյուանսը չպաշտպանենք, Սահմանադրական կարգի տապալում դաբալում գլա եւ առավել եւս հրսաստրուկ հին ռեժիմականները ներառյալ քարեկինաբաշտերը ովքեր մաս կգազմեն, անբաժան մասնիկն են Գդրիչ Ներսեսյանի, Արեմդյան Ամերիկայի Հովնան Դերդերյանի, Մոսկվայի Եզրասի մաֆիային, բոլորը պիտի աղմուկ բարձրացնեն, որ հայկական պետությունը միջամուխ կլա եկեղեցի մեջ, որը հիմա բարձրացնում են, ԵԽԽՎ-ում էլ խոսեցին դրա մասին։ Դրա համար ես կողջունեմ։ Լավ է, որ խառնված չէ փաստը։ Այո, ես կողջունեմ վարչապետ Փաշինյանի կորձելացևը, որ թողնում է, որ Հայաստանի թադաիրավական համագարկը կորձե եւ նաեւ ինքը որպես հավատացյալ կմասնակցի բարեկարգման աշխատանքներուն եւ ոչ թե որպես վարչապետ։ Այ հանրությունը այստեղ է, որ որոշակի դժգոհություններ իհարկե կուտակվում են, որ պետքա տեմպ տալես ամեն ինչին, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյան վարչապետն է այնտեղ։ Եթե գալիս ենք Նիկոլ Փաշինյան հավատացյալին քաղաքացուն, այստեղ արդեն հասկանալի է դառնում, թե որքան տեմպերը կարող են մի փոքր դանդաղել, որովհետև համակարգված աշխատանք պիտի գնա, որպեսզի մի բան էլ, ինչպես ասում են, ունքը դզելու փոխարեն աչքներ չհանենք։ Այո։ Դե ինչ է, ըմբռնելի է, մասնակցել եք պատարագի 3։ Նախորդ կիրակի։ Նախորդ կիրակի մասնակցել եք։ Ես 3 որպես ասենք պատարագի օր ես մասնակցել եմ ընկերոջ հետ առողջությունը գործած ընկերոջ այցելությամբ միասին աղոթած ենք, դա եղած է մեր պատարագը։ Այսինքն պայման չէ, որ ֆիզիկապես եկեղեցի երթանք, որպեսզի պատարագի մասնակցենք։ Ես նկատի ունեի վարչապետի հետ։ Ժամանակ ունեք։ Ուրեմն Թալինի Հայաստանից արևելյան եկեղեցու մեջ այո մասնակցած ենք։ Ես ու
բարոն Մկարլին, որ նույնպես քրիստոնյա հավատացյալ է, որ ամերիկյան հայկական ազգային Էտրալից պիտի հարցը։ այո, միասին մասնակցեցանք այդ տիրի բادرակին։ Ապո ջան, ինչ է նշանակում ամերիկյան հայկական կամ ամերիկյան, հայ-ամերիկյան չէ։ ազգային անվտանգության ինստիտուտ։ Ինչ է նշանակում։ Պատճառը որ չի գոչվիր ամերիկահայ կամ հայ-ամերիկյան, այն է որ սա Ամերիկայի եւ Պետության եւ Հայաստանի պետության, Ամերիկայի պետության քաղաքացիների եւ Հայաստանի պետության քաղաքացիների միջև partnerություն է։ Ոչ թե պաշտոնական։ Մի քանի օրինակով մեզ կլուսաբանեք։ Այո։ Ուրեմն ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի հիմնական առաքելությունը ուսուցողական, մարդասիրական եւ փրկարարական ասենք աշխատանքներ կորձունեություն, այո։ Ուրեմն ուսուցողական աշխատանքներուն հիմնական նպատակը չադակովել Washington DC-ներս ռազմաքաղաքական շրջանակներու մոտ, ինչպես նաև Երևանի ռազմաքաղաք շրջանակներու մոտ այն բարձր միտքը քաղաքարը, որ գենսական կարևորություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներու եւ Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական, քաղաքական, ռազմական համագործակցությունը։ Վաղուց կա այս հաստատությունը, թե օգոստոսի 8-ից սկսվեց։ Չէ, օգոստոսի 8-ին ծննդյան մեջ ասենք ներդրում կատարող շարժում մնեսա, որը ցանկի գոչվեցավ 2020 թվականի 44 օրյայի պատերազմին ամիջապես յետքը։ Ի պատասխան այն արհավիրքային քոյութենական պատերազմի այդ մթնոլորտին իմ նման հայեր գխորեին նախքան 2020 թվականի պատերազմը գխորեին որ Հայաստանը ապահով ցերկերու լավ ցերկերու մեջ է, բայց բանից դուրս եկավ որ ոչ իր դաշնագիցը թավաջան դուրս եկավ եւ ոչ միայն այդ 44 օրերին ճուրին երես ելավ այն փաստը որ նախկին ռեժիմականները որոնք հլուհնազանդ գամակադարներն են, ռսաստրուկներն են, անոնքալ իրենց հերթին թավաջանություն կորզացրեցին, որովհետև իհարկե մեր հայրենի եւ աշխարհասփյուր ժողովուրդը գիտե, թե ինչպիսի փաստեր ճուրին երես ելան, թե անցնող դաստամյակներու ընթացքին եւ հատկապես երկրորդ եւ երրորդ նահանգներու օրոք Հայաստանը թալանված է ոչ միայն ասենք ապօրինի յուրացումներով ճանապարհով, այլ նաև Հայաստանը թալանված է իր աբակայով։ Այո, այո։ Ես շատ սիրում եմ դա շեշտել, որ մեզանից գողացել են ոչ միայն միջոցներ, մատերիալ, այլ մեզանից գողացել են ժամանակը մեր 30 տարիները եւ ավել, որոնք շատ բացասական են ազդել ու դեռ սերունդները դա զգալու են իրենց վրա եւ գողացել են ապագան, այո, որովհետեւ իմ տարիքի ինձանից մի փոքր մեծ կամ փոքր մարդիկ, այսինքն ինձ հասակակից ավելի, կարող են մեր պետությանը շատ ավելի մեծ օգուտ տալ, քան պարզապես շարքային աշխատող լինել որևիցե։ Իհարկե դրա կարիքն էլ կա, բայց պոտենցիալը, ասենց որ ես շատ գյուղերում մի ժամանակ նկարահանում էի դա, որ ջրում են, հա, արտերը, բանով գալիս է, չէ, խողովակով ջուրը գալիս է, մեկ է տեսնում ես մի 50 տեղից 100 տեղից ծակած է խողովակը, մինչև տեղ չի հասնում ջուրը, ջուրը կա, արտը կա, մշակողը կա, խողովակն էլ կա, բայց ջուրը տեղ չի հասնում, հենց այդ վատ կառավարման արդյունքում, եւ դա շատ լուրջ է ազդել, մենք մինչև այսօր խոսում ենք կադրային պակասներից, այս իմաստով ինչ-որ առաջարկներ, բան կան, ասենք հայությունը արտերկրում ապրող մանավանդ ծրագրեր կան հիմա մասնակցելու պետական կառավարման գործին, իրենց փորձը ներդնեն, այդ տենդենսը ինչպիսին է, որովհետև տպավորություն է, որ կարծես 44 օրից 1 տարի անց, արդեն ընտրություններից հատկապես անց, ինչ-որ քչերին է սկսել շատ բան մտահոգել։
ինչ որ հավելյալ արհեստական հիասթափության մթնոլորտեր են տարածում, չգիտես ինչեր, այդ ակտիվությունը ոնց որ պասիվացել է, միթե թվում է դա այդպես, ես չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում այդ տպավորությունը ստանում ենք։ Իհարկե, եթե հայ ժողովրդի եւ հատկապես հայկական pedagogian ներքին եւ արտաքին թշնամիները ինչ որ հաջողության հասնին ժողովրդին կարևոր մեկ հատվածին անդարբեր դարձնելու մեջ դա արդեն հայկական pedagogian բարդության սկիզբը գտնի դա մտահոգիչ է ուրեմն այն աբասկային մտածելակերպը գլոբալիզմը եւ ամեն կերպ եսագենտրոնությունը եւ համայնքի ըսկացումի ոչ զարգացումը այս բոլորը կարաշնորթեն փլուզման բարեփոխտապար ինչպես որ ես 2020-44 օրյայի նույնիսկ ժամանակ եւ անգես յետքը սկսա եւ գշարունակեն բարձրացնել հայկական հասարակությունը օժտված է ոսկյա նոր սերունդով այդ արհավիրքային այդ քոյութենական բادرազմը յուրաքանչյուրիս մեջը ծնավ գիտակցության բարձր մագարտակ չէ ամենավառ օրինակը սահմանաբար զինվորն է այո ամենավառ օրինակը եւ հաջորդ լավ օրինակը ցերնման եւ այլ հայրենագիստներու նման հայկական բանակին զորակցություն ցուցաբերելն է որովհետեւ առանց բանակի պետություն քույություն չունեն այո եւ փառք ու պատիվ նաեւ մեր կամավորներին ես չեմ կարող ասել ամեն անգամ ովքեր որ դժվարին պահին կանգնած էին բանակի կողքին զինվորի կողքին եւ ահագին հարց էին լուծում ձեզ ասեմ անկախ իրենց տարիքից ընդհանուր մինչև 80 տարեկան մարդիկ էին անգամ գնում կանգնում շատ դեպքերում ասում են ոչինչ թող մի հատ երեխա իջնի մի հատ ջայել զինվորական իջնի բաղնի գլողանա մի հատ գնա տուն գա ես այդ ընթացքում կպայեմ կյանքի գնով այս մարդկանց ոնց կարող ես չգնահատել բարձր իրենց ծառայությունն ու աշխատը փառք ու պատիվ ձեզ նույնպես որովհետեւ մենք երբ որ խոսում ենք բանակից միշտ խոսում ենք կանոնավոր բանակի մասին ու կարծես մի ածանցվում են էլի մի տեսակ չէ դա այդպես չի հարգանքը եւ մեծարումը պիտի լինի գնահատված եւ ոչ միայն իսկ վերադառնալով ձեր հարցին թե ինչ առաջադրանքներ կան պետք է ասել որ փառք ու պատիվ այն քիդագից հայրու եւ հայասեր ամերիկացիներու կամ ընդհանրապես ոչ հայերու որոնք պատրաստական են իքին ամեն ինչի ներդրում բերելու Հայաստանի տնտեսական, սոցիալական, պաշտպանական բնակավարի արդյունաբերության զարգացման համար եւ ողջունելի այն փաստը որ 2020-44 օրյան ամիջապես յետքը լայն շրջանակը հետս հետը արավել ասենք շարքերը խդացնող շրջանակը քիդագից քաղաքականապես հասուն ամերիկահայերու եւ հայասեր ամերիկացիներու այս կազմակերպությունը կյանքի գոչվեցավ եւ սկսավ բավականին լուրջ աշխատանք ծավալել եւ իր աշխատանքների մեկը գայանա այն փաստի մեջ որ ամեն տարի ամերիկյան բանակի մասնակցած փորձակետ թոշակի անցած գեներալների դելեգացիա պատվիրակություն բարոն Մկարլի գլխավորությամբ եւ Սերխոնար ծառայի մասնակցությամբ գարաշնորթենք մասնակիցներու պատվիրակություն թեպի Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ասկային պաշտպանական հետազոտական համալսարան այնտեղ սեմինարներ իրականացնելու այո որբեսի ասենք ամերիկացի փորձակետ ռազմական փորձակետների փորձառությունը եւ գիտելիքը փոխանցվի մեծ աշխատանք է դա
չեմ կեր եթե Արդյունավետ է, ինքը կարա ավելի ինչ որ մեկը կարողանանք անել յուրաքանչյուրս պետք է անենք իհարկե եւ բացի այդ ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտը 2023 թվականին սկսած է գայացնել ասենք humanitarian support brigade, այսինքն մարդասիրական օժանդակության բրիգադայի վարժանքներ։ Առաջին վարժանքները գայացավ Արաքածի մեջ 2023 թվականին օգոստոսին համակարգչության պաշտպանության նախարարության գիբեր անվտանգության բաժանմունքին եւ ներքին գործոս նախարարության փրկարարական ծառայության բաժանմունքին։ Իսկ սեպտեմբեր անցյալ դարվա սեպտեմբերին, այսին 4-5 ամիս առաջ երկրորդ հումանիտար բրիգադայի օժանդակության բրիգադայի վարժանքները իրականացան Սյունիքի մեջ։ Առաջին անգամ ես հրավիրված էի ու այո ծառաբեռվածության պատճառով որպես երուստատիտողները գարձիկ կազմեն սա ուրեմն այդ ժամանակահատվածներ AANSI-ը ուրեմն American Armenian National Security Institute, այսինքն ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի անունն է եւ դարձյալ պաշտպանության նախարարության հետ համագործակցաբար եւ ներքին գործոս նախարարության փրկարարական բաժնի հետ համագործակցաբար մասնակցեցան 91 հայեր եւ հայուհիներ սահմանաբահ զինվորներեն բռնած միջև փրկարարական բաժանմունքի նոր աշխատակիցներ Գորիսի համալսարանի ուսանողներ Գորիսի բժշկական համալսարանի ներողություն Գորիսի բժշկական կենտրոնի բուժքույրեր եւ անհատ քաղաքացիներ եւ սա այս վարժանքները հետապնդեցին ռազմական իրավիճակների ժամանակ վերավորի փրկարարական վարժանքներ եւ ամերիկյան փորձառությունը եւ հայկական փորձառությունը միացულելով օպտիմալ գիտելիքներու ասենք փոխանցում կատարվեցավ։ Այս եւ քանի որ արդեն մեր հաղորդման վերջնամասն է, վերջին երևի թե ամփոփիչ, հա։ Այո։ Հարցը։ Այս վերջին անգամվա ձեր գալուստը վերջո ավելի նախաձեռնելու համար է առաջիկայում աշխատանքներ, այո, թե էլիկային միջոցառումներ, չէ, միջոցառում չկար, այլ նախապատրաստական աշխատանքներ էին։ Քանի րոպե մնաց գներան։ Կարող եք հեռուստադիտողի հետ շփվել։ Այո, եթե թույլ կտաք։ Սիրով։ Ես ամենօրյա շփման մեջ եմ։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, իմ նման սրծավ ամերիկահայեր եւ սպիրկահայեր արտերկրահայեր պետք է ասենք սրտացավությամբ կհետևին Հայաստանի ներս քաղաքական, տնտեսական եւ նաեւ հոգեվոր կյանքի հետ կապված զարգացումներուն եւ ինչքան որ գիտենք 2026 թվին հունիս ամսին հունիսի 7-ին համապետական ընտրություններ բիդլան ինձի բազմաթիվ հայրենակիցներ այստեղ հարց կտան թե ինչ է իմ կարծիքը ինչպիսի փնուտակրում պետք է մեզ առաջնորդի ընտրություն կատարելու համար իմ կարծիքով իմ համեստ կարծիքով Հայաստանի քաղաքացին Հայաստանի ընտրողը Հայաստանի ինքնիշխան քաղաքացին որովհետև առանց ինքնիշխան քաղաքացու հայկական պետականության ինքնիշխանությունը ուժեղ չլար հետևաբար 2026-ի այս տարի հունիսի 7-ի համապետական ընտրություններուն իմ պատկերացումով Հայաստանի քաղաքացին ընտրություն պիտի կատարե հայկական պետականության ինքնիշխանության հզորացման, անկախության հզորացման եւ պաշտպանության հզորացման օգտին գամալ ընտրություն պիտի կատարե ռսաստրուկների հին ռեժիմականների ներառյալ Քարեքիմբի եւ իր մաֆիայի Հայաստանը ռուսական գուբերնիա ծայրակավար վերածելու օգտին հետեւաբար որոշումը ծերն է ես գիտեմ որ առողջ մտածող քաղաքացին պիտի արժանապատիվ եւ ինքնիշխան որոշում կայացնի շնորհակալություն գնել ջան
այս հրավերի համար։ Ես եմ անչափ շնորհակալ, անգամ դու խոսում էիր բառը քաղաքացիների հետ, ես մտածում էի զուգահեռաբար, իսկ ինչ եթե մինչև գնալը հասնենք եւս մեկ անգամ զրուցել շփվել քաղաքացիների հետ, եթե հաջողենք անպայման ձեր ռեակցիաներն էլ կուսումնասիրենք, ես որ պատրաստ եմ։ Հուսամ թե ծեր ակնկալածը իթերև ամենայն դեպս ավելի լավ է, քան երբ որ միայնակ եմ։ Շնորհակալ։ Ձեր մոտելա, նույնն է, այո, իհարկե։ Բոլոր հզոր ենք միասին։ Այո, շնորհակալություն ձեր հագեցած ժամանակից մեզ նույնպես բաժին հատկացնելու համար, գործերին հաջողություն, գործընկերներին մեր ողջույնները անգլերենով նույնպես կփոխանցենք։ Շատ ուրախ ենք, սա ոգևորող է։ Այո, մենք աշխարհ ճանաչողության նաև որոշակի խնդիր ունենք։ Եվ այս շփումները հենց նույն գործընկերների հետ, որոնք որ նախաձեռնում են հենց տեղի մեր հայերը, շատ ցանկալի ու պարտադիր են, սպասված են, որ մեզ մոտ մի փոքր տեմպ հավաքի, շուտ կտրվենք այն խորհրդային սովետական բոլշևիկյան մենտալիտետից ես սկսենք աշխարհին նայել շատ ավելի ճիշտ նորմալ ռակուրսով, հա, նորմալ։ Որպես ինքնիշխան հայի տեսանկյունը։ Եվ կարողանանք մեր պետությունը դարձնել աշխարհի թերևս ամենալավ պետություններից մեկը, եթե ոչ հենց ամենալավը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումներ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։